Այս շաբաթ պարում ենք տանգո, պարում եմ թագուհու հետ, ես ինչպես միշտ թագավորն եմ, սկսենք թագ ջան։ Հələ մի րոպե, այս ինչ աստեղ կատարվում։ Պարում ենք։ Բան չէ, ձին։ Ոնց թե պարում ենք։ Ձին ես ինչ դու մտածում ես։ Չէ, թող Երևան է, ուսիք ներքև, բայց ինչի։ Չէ, թող Երևան է, սենց սիրուն է։ Երեխեք վերև թե ներքև, մի կռվեք։ Հետո իջացնում ես ձեռդ ու ինձ ես ցույց տալիս։ Թող ես գլխարկ սենց պարի ինձ ցույց տա։ Չէ, թող ինձ ցույց տա։ Ունեմ թող խրիվեն։ Սենց շարժում, կողնոշվեք էլի։ Ասում եմ, գիտեք ոնց կարելի է պարել, որ ոչ մեկը չներանա։ Հլարի թակ, արի հետ։ Այ սենց։ Ճիշտ է։ Սենց, կամ ասենք գիտեք ոնց։ Այ սենց։ Այ սենց չէ, միտքա չէ, լավ միտքա։ Սենց կպարի։ Արդեն բենը բեմադրություններ է կատարում։ Արդեն որ չկռվեն էլի, երեքով կպարենք։ Ես միշտ հետևում եմ կանգնում, դաժե հետևը կանգնած ժամանակ Բենոնի ոտը տրորում է։ Պարը ինձ թվում է ավելի կրքոտ է լինելու, ներքին էներգետիկա է լինելու, զսպվածություն։ Մեր բեմադրության մեջ մենք շատ նման ենք լինելու իրար, որ Բենոն շփոթվի։ շփոթացնել ենք։ Բայց ես չեմ շփոթվի։ Գիտեմ որ մեկը ոնց է պարում։ Չեմ կարծում։ Հաստատ։ Տեսնենք։ Տեսնենք։ Բենոյանը երկրպագուները շարունակում են գոռալ եւ ճչալ, իսկ մենք լսում ենք ժյուրի անդամներին Վարդուի։ Բենո ջան, կարծում եմ որքան ավելի բարդ խնդիր են տալի քեզ, որքան ավելի բարդ բեմադրություն, այդքան ավելի լավ ես կատարում։ Ես սա տանգոյի մի շատ վառ, գեղեցիկ դասական մոդել էր, որը դու կատարեցիր գրեթե փայլուն։ Շատ ապրես, լուծումներդ գեղեցիկ էին, օրիգինալ են եւ քո այս բառը շատ երկար կհիշվի, ապրես։ Պարոն Կարապետյան, լսում ենք։ Ինձ շատ դուր եկավ համարը, որովհետև շատ զուսպ էր, շատ երաժշտական էր, դու մինչև վերջ կերպարի մեջ էիր եւ քայլերդ էին ճիշտ եւ կերպարդ էր ճիշտ, շատ ինձ համոզեց ամեն ինչը, շատ երաժշտական, շատ գեղեցիկ համար էր, ապրես։ Հիմա կարամ բան ասեմ, լավին ասում են լավ։ Եվ լավ էլ գնահատում են։ Բա, Սերգեյ։ Դիանա Արքարադուստրը
Թագուհին եւ Բենջամեն երկրորդը։ Ահա։ Այս արքայական ընտանիքը մեկ ռամիկներս պետք է դատենք հիմա։ Դե ժամանակները փոխվել են, հիմա ամեն մի ռամիկ իշխանություն ունի դրա համար։ Թույլ տվեք, մենք ձեզ կարող ենք ասել գլխատել թե ոչ։ Չեն գլխատի, կարծում եմ, որ շատ լավ, այսպես։ Այլ հակառակը, բարձր գնահատական է։ Այո, շատ լավ ելույթ էր, այո։ Եվ Շնորհակալություն, Գևորգ։ Շատ լավ ելույթ էր, շատ համոզիչ ելույթ էր։ Բրավո։ Երևի բոլոր քո կատարումներից ամենալավը սա էր։ Շնորհակալություն։ Բենոյին հարց ունեմ, Սերգեյին հարց ունեմ։ Սերգեյ, վերջին անգամ երբ ես պարել տանգո երեքով։ ասելու բան, այ։ Պարելու մասին է խոսքը։ Պարելու մասին։ Չեմ պարել, Գրիգոր ջան, ես ընդհանրապես պարում եմ, երբ որ լավ խմած եմ, պարում եմ սեղանին եւ մորեմերկ։ Ալկաշ, վերջ, ճանապարհում ենք։ Բեն եւ Դիանա։ Բեն Դիանա եւ Թագուհի, ես ձեզ շնորհավորում եմ։ Բեն, ես գիտեմ, որ դու շնորհակալության խոսք ունես։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Գևորգ Մարկոսյանին գեղեցիկ բեմադրության համար, շատ շնորհակալ ենք բոլորս։ Մերսի։ Շնորհակալություն նաև ձեզ գեղեցիկ կատարման համար, քանի որ բեմադրությունը պետք է նաև ներկայացնել իմանալ։ Հարգելի ժյուրի, մենք սպասում ենք ձեր երկրորդ գնահատականին այս կատարման համար, խնդրեմ։ Գևորգ 9 Վարդուհի 9 Սերգեյ 10 Գագիկ 9 Շնորհավորում եմ ձեզ եւ հաջողություն մաղթում։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք էլ մի մոռացեք, որ պիտի քվեարկեք Բենի եւ Դիանա Զույգի հերթական